Բալի ժողովուրդ ջան։ Անես արդեն տեղադրում եք էլի։ Բնակիչներով։ Բալի ժողովուրդ ջան։ Էսը կարելի է վառը դանել էլի։ Չէ։ Հա, հավանոցին է դել։ Արդեն վերևի ագի մաս արել եք, չէ՞ արդեն։ Հա, վերևի են մի կողմը արդեն Բալի ժողովուրդ ջան։ Նավեք, այն յանից որ նկարես իրև մոտ։ Ես չէ ուզում եմ հելեմ վերև, այն անգամ ոնց է լա։ Բայց այն անգամ սե փիլակյան կար դրած է։ Հա։ Ասա թազա քամին Մասնագետը անի որ թազա քամին չտա տանի նորից է սեղած։ մի օր վերևը նայեք դիկին ծեվի կապել է Էսի նոր է, չէ, էսի հինն այն այնա փետը ձեր միջոցներով բերել եք, արել եք, ահա։ Էս էսր Գավառի քաղաքապետարանն է, չէ՞ ուղարկե։ Ժողովուրդ ջան։ Հասնցել ենք, չէ։ Հա, դա։ Հիմի։ Արդեն հարազատներով, համագյուղացիներով էտա անում եք էլի։ Չէ։ Հա։ Գյուղացիներով։ Հա։ Գավառի։ Անձամ քաղաքապետը ծանոթացել է խնդրին ու հալել է այդ մարդուն։ Հիմա հա հես այստեղ արդեն դրել եք էլի։ Ընտիր որակով է գործնամ, այս էլ եք է լավ է կարևոր ձգել եք էդ համարը խամուտ էլի, չէ։ Ժամանակին որ օրացելն է, սես չի։ Դե ոչինչ, Որ ասում են խաստուր։ չկա չարիք առանց բարիք։ Բան չասի, բայց ասում խաստուր խաս թողի, մեծացել ավել։ Այն սեթ է։ Ժամանակին որ օբսոսում են 1000 դրամի, հետո ծոխսում են 50։ Դե ոչինչ լավ կարևորը Օրը եղավ։ մորթի բան չէ։ Հա։ Զինվոր բալետել կգա տուն, արդեն սաղ, արած, պրծած, ապրի, քաղաքապետը ապրի Գավառի։ Մոտ 15 օր առաջ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Հայրավանք, չէ՞։ Հայրավանք բնակավայրում քամին, ուժեղ քամին, նույնիսկ բնակիչները ասում են փոթորիկ, իր սև գործները արել, սոցիալապես անապահով ընտանիքի ընտանիք, որի ծնողների որդիներից մեկը այս պահին որպես զինվոր իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ, որպես զինվոր ծառայում է, մայրը առողջական խնդիրներ ուներ, հայրն էլ 44 օրյա պատերազմի ակտիվ մասնակից է եղել եւ վիրավորում է ստացել կոնտուզիա, այդպես էին նշում, եւ իրենց տանիքը քամին ամբողջությամբ պոկել էր։ Բնակիչները խնդրանքով դիմել էին Գավառ խոշորացված համայնքի ղեկավարին եւ ի ուրախություն շնորհակալություն հայտնել Գավառի քաղաքապետին, ով իրոք հերթական անգամ ապացուցեց, որ ինքը
կանգնած է գավառցիների թիկունքին, բնակ տանտերերը շնորհակալություն են հայտնում իրենց համագյուղացիներին, ովքեր առաջին իսկ օրվանից սատար են կանգնել, եղել են այս ընտանիքի կողքին, այս տեսնում եք հիմա ավելի որակով, ավելի ապահով, ավելի ընտիր, անվտանգ տանիքը մարդիկ արդեն կառուցում են, հատուկ փայտերը, որ չեմ ամաչում ասեմ, մարդիկ վարկ են վերցրել եւ այս փայտերը ձեռք են բերել, իսկ երկաթե թիթեղները արդեն այսօր առավոտն է, չէ՞ Գավառի քաղաքապետարանը ուղարկե։ Հա, այսօր առավոտյան ապրիլի 1-ին, որ ասում ապրիլի 1-ը մենք սովորաբար ասում ենք հումորի օր կամ խաբելու օր, բայց Գավառի քաղաքապետը Մարտիրոսյանն էր, չէ՞ ազգանունը։ Քաղաքապետի ազգանունը Մարտիրոսյանն էր, չէ՞։ Գուրգեն Մարտիրոսյանը ապրիլի 1-ին իրական անակնկալ արեց այս իրոք կարիքավոր ընտանիքին։ Ընտանիքի անդամները մի քիչ ամաչում էին տեսախցիկի առաջ խոսել, բայց մի 100 անգամ իրեն շնորհակալություն էին ուղղում համագյուղացիներին, պարոն Մարտիրոսյանին, մի խոսքով միայն կասեմ, որ հալալա, Գավառի քաղաքապետին հալալա, մարդը իրոք կանգնում է այն ընտանիքների կողքին, ովքեր 100%-անոց դրա կարիքը ունեն։ Արդեն մի 2 օրում կպրծնեք, չէ՞ արդեն։ Չէ, մի 2 օրում արդեն իմ հետևում կանգնած տղամարդը առաջին օրվանից այս ընտանիքին օգնել է ինչով հնարավոր է, այս կարկասն չի ասում սրան։ Դացել կորելիոս։ Արդեն ամբողջ թիթեղները տեղադրվում է, մի խոսքով չկրկնվեմ, միայն մի բառ կասեմ, շնորհակալություն եւ համագյուղացիներին եւ Գավառի քաղաքապետին։